Ապավեն Բեգլարյանը ծառայում է իր հայրենիքին ու ժողովրդին։ Քայլելու կարողությունը կորցնելուց հետո անգամ նա անշեղորեն շարունակում է իր ընտրածուղին եւ առաքելությունը, ուրախություն պարգևելով մարդկանց եւ ապահովելով նրանց անվտանգությունը։ Աշխատում եմ ակտիվ կյանքով ապրել, չընկճվել, մյուսներին խորհուրդ տալ, որ կյանքը սրանով չի սահմանափակվում, պետք է ակտիվ լինել, պետք է ինչքան հնարավոր է տանը չնստել, դուրս գալ, շփվել մարդկանց հետ, չփակվել, չմնալ փակագծերի մեջ։ Որպես ակտիվ մարդ, Ապավենը միշտ անկախ նրանից աշխատակազմի մեջ է թե ոչ, նա հասարակական կազմակերպության ակտիվ մասնակիցներից է։ Ապավենի հետ ծանոթացել եմ հենց Փարոս երգչախմբում։ Առաջի տպավորությունը, որ ստացել եմ, թե որքան ուժեղ մարդ է նա իր էությամբ, ինչ կամային ուժեղ հատկություններ ունի։ Շատ տպավորված եմ իր պատասխանատվության զգացումով, որքան լուրջ է վերաբերվում ցանկացած բնագավառի իր աշխատանքով, որովհետև այս ընթացքում ինքը շատ խնդիրներ ունեցավ, ես ինքս ականատես եմ եղել, բայց կամքից չընկավ երբեք, միշտ ուժեղ եւ առաջ նայող։ Մենք իրար հետ ակտիվ կյանք ենք վարում, ոչ մի բանից հետ չենք ընկնում, դա կապ չունի, որ ինքը սայլակով է, մենք գնում ենք թանգարաններ, կինո, մեր հանգիստը մենք անցկացնում ենք ինչ-որ բոլոր մարդիկ, դա կապ չունի։ Մենք շատ ենք ման գալիս, Հայաստանում տեղեր կա, որ չենք եղել, մինչև ամուսնանալը, հիմա իրար հետ գնում ենք։ Շատ ուրախ եմ, որ Ապավենի հետ ընկերություն ենք անում, 20 տարի ճանաչում եմ, միշտ շփվում ենք, ինքը այն մարդկանցից է, որ չի կոտրվել այս կյանքի դժվարություններից, միշտ առաջանայում, բոլորի համար օրինակ է առ կյանքին նայելու, առաջ գնալու, իրանից շատ բաներ կա սովորելու։ Խորհուրդ կտամ բոլորին մասնակցեն ցանկացած ինչ-որ միջոցառումների, հաճախ են մշակութային կենտրոններ, գնան սովորեն, շարունակեն կրթությունը իրենց, ինչպես ես շարունակեցի, ավարտեցի։ Ես շատ ուրախ եմ, որ ճակատագիրը մեզ այսպես միացրեց Ապավենի հետ եւ որպես ընկեր, եւ որպես գործընկեր, եւ որպես երաժիշտ։ Այդպիսի մարդիկ մեզ շատ պետք են, այդպիսի մարդիկ մեզ լավատեսություն են ներշնչում, լավատեսությամբ առաջ են գնում եւ կցանկանայի, որ նման ընկերներ միշտ լինեն շատ։ Ցանկացած մարդ, որ ուզում է այդ ցանկությունը ինչ-որ նպատակների հասնելու, տեսնելով մեր երգչախմբի անդամներին, պետք է որ ոգևորվեն եւ ավելի մեծ գործեր անեն կյանքում։ Մեր երգչախմբի անդամների մեծ մասը լինելով սայլակի վրա, իրենք կարողանում են իրենց մեջ ուժ գտնել եւ շատ մեծ օրինակ ծառայել մեզ բոլորիս համար, ոգևորել մեզ եւ հասկացնել, որ հենաշարժողական խնդիր ունենալը դա դեռ պատճառ չի կյանքում չհասնելու նպատակներին։ Ապավեն Բեգլարյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 7-ին Մեղրի քաղաքում։ Նա մանկուց մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, երգում էր, հաճախում երաժշտական դպրոց, բայց նրա ամենամեծ երազանքը հայրենիքին ծառայելն էր, ռազմիկ դառնալը Արցախյան պատերազմի մասնակից հոր պես։ Հայրս Աշոտ Բեգլարյան, մայրս Կիմա Օհանյան, ունեմ մեկ եղբայր եւ մեկ քույր, Արշավիր եւ Արմենուհի։ Հայրս աշխատել է Մեղրու կոմունալ տնտեսությունում որպես ժեկի պետ։ Ղարաբաղի ազատագրման տարիներն էր 92-94 թվականները, դες փոքր էի 12 տարեկան։ Այն ժամանակից սիրել եմ զինվորական կյանքը, սիրել եմ համազգեստը։ Իմ հայրն էլ է պատերազմի մասնակից, եղբայրներս էլ են բոլորը պատերազմի մասնակիցներ։ Այդտեղից երևի մեջ ներշնչել է այդ ամեն ինչը, որ ես էլ հետագայում դառնամ որպես զինվորական։ Լավ մարդ, լավ ընկեր, լավ գործընկեր, բարության կերպար, բարության նվիրվածության։ Եթե զգա ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան չի, անպայման պետք է հարցնի, ընդառաջի, եթե կարող է օգնի։ Ես այնքան ուրախ եմ, որ Ապավենը իմ ընկերների դասում է եւ կարծում եմ, որ հարուստ եմ ես Ապավենով։ Բնավորությամբ շատ պոզիտիվ եւ ընկերասեր մարդ է Ապավենը, իրոք լավ ընկեր, որի հետ կարելի է նախաձեռնել ցանկացած հետաքրքիր բան եւ վստահ լինել, որ նրա առաքելությունը կկատարի լավագույնս։ Ապավենը շատ համբերատար է, իր մեջ բարությունն է ինձ գրավ է ու ինքը այդ կարգավիճակում հույս է տալիս աղին, շատ հանգիստ է։ Այդ հանգստությունը ամեն ինչ արժի էլի, իմ հակառակ
կողմն է, ես շատ անհանգիստ եմ, ինքը հանգիստ է, երևի է դա մեզ լրացնում։ Շատ լավ ընկեր է, բարի, բոլորին հասնող, կարևորը, ում ինչով կարողանում է օգնում է։ Շատ հումորով կարողանում է իր ընկերներին միշտ, ասենք, դժվար իրավիճակներից թեկուզ խոսքով, գործով, ինչ-որ ձևով դուրս բերել, ոգևորել, թևեր տալ եւ շրջապատում ինքը միշտ աչքի է ընկնում ամենաշատը իր նվիրվածությամբ։ Լավ մարդ։ Հաճախել եմ Մեղրու Ստեփան Շահումյանի անվան թիվ առաջին միջնակարգ դպրոցը։ Ճիշտ է, մի քիչ լավ չեմ սովորել դպրոցում, ավելի շատ սիրել եմ երգել։ Դրա հետ միաժամանակ հաճախել եմ նաև երաժշտական դպրոց որպես ջութակի բաժին։ Եղել եմ մի քիչ ակտիվ դպրոցում, ամեն միջոցառումներին միշտ մասնակցել եմ։ 96 թվականին տեղափոխվել եմ Սիսիան, որպեսզի սովորեմ այնտեղ Սիսիանի թիվ 5 պրոֆտեխ ուսումնարանը, ռադիոտեխնիկ որպես կիսատ մնաց ուսումս, քանի որ արդեն պետք է մեկնեի բանակ, այդ ժամանակաշրջաններ։ Ցավոք սրտի բանակ էլ չէին տանում, այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին դիմում գրեցի, որ ես ուզում եմ ինքս մեկնել ծառայության եւ Վազգեն Սարգսյանը ինձ ընդառաջեց ու 99 թվականին մեկնել եմ զինվորական ծառայության։ 1999 թվականին Ապավենը զորակոչվեց բանակ, ծառայեց Արցախում, իսկ երբ ավարտեց ժամկետային ծառայությունը, որոշեց մնալ բանակում։ 2005 թվականին դասակի փոխհրամանատար ենթասպա Ապավեն Բեգլարյանը մարտական դիրքում գտնվելիս ծանր վնասվածք ստացավ։ Բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը, սակայն նա կորցրեց քայլելու կարողությունը։ Ապավենը ոգու զարմանալի ուժ ցուցաբերեց եւ կարողացավ վերադառնալ ակտիվ կյանք։ Մեկնել եմ ծառայության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական ոստիկանության շարքերը, եղել եմ որպես կապավոր։ 2001 թվականին զորացրվելուց հետո դիմեցի Մեղրու գնդի հրամանատարին եւ ընդունվեցի այնտեղ կապի էլի ստորաբաժանում որպես Վաշտի հրամանատարի տեղակալ սպառազինության գծով։ Ծառայել եմ մոտավորապես 2 տարի 6 ամիս մարտական դիրքերում պարտականությունները կատարեց դժբախտ պատահարի հետևանքով ստացա ծանր ողնաշարի վնասվածք ու մինչև այսօր սալակին եմ։ Դեպքից հետո ինձ տեղափոխեց Ապանի հիվանդանոց առաջի բուժօգնություն, որից հետո արդեն Երևան կենտրոնական զինվորական հոսպիտալ, այնտեղ այդ բուժումները անցնելուց հետո արդեն 2005 թվականից Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում բուժումները արդեն սկսեցի վերականգնողական անցնել։ Ճիշտ է, Ապավենը 20 տարի է սայլակի վրա է, բայց ինքը ամեն տարի հաճախում է զինվորի տուն, ամեն գնալուց տարին մի անգամ հաճախում է, այդ ֆիզիկական վարժությունները բոլորը իր առողջության վրա շատ լավ են անդրադառնում։ Ապավենը եւ իր ընկերները մեզ միշտ օրինակ են ծառայում, ինչպես կարելի է արժանապատիվ կյանքով ապրել, անտեսելով բոլոր տեսակի խոչընդոտները։ Կարծում եմ, որ այդ առումով էլ պետք է օրինակ վերցնենք իրենցից։ Սկզբից դժվար էր այդ ամեն ինչը, որ ես սալակին էի, բայց արդեն կամաց հարմարվեցի ու հիմա էլ խորհուրդ եմ տալիս բոլորին, որ իրանք էլ ակտիվություն ցուցաբերեն, որ դուրս գան փողոց շրջեն։ Ես էլ աշխատում եմ բոլորին մոտիվացնել, բոլորին հանել դուրս միջավայր, որպեսզի չկաշկանդվեն, չճամանչեն իրանց կարգավիճակից, չէ, ավարտված չի, կյանքը շարունակվում է, պետք է լինել ակտիվ, աշխույժ, ինչպես ես։ Կյանքի մեծ դժվարություններ հաղթահարելու համար ես օրինակ խորհուրդ կտամ շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ունեն խնդիրներ եւ տեսնեն, որ ընդհանրապես ոչինչ չի խանգարում իրենց կյանքում ինչ-որ սիրելի զբաղմունքով զբաղվելու նպատակներին հասնելու համար։ Ինձ համար իրենք աստղեր են։ Ամեն մեկը յուրահատուկ փայլող աստղեր են, որովհետեւ ոչ բոլորը կարող են այդքան ուժ գտնել իրենց մեջ եւ ունենալով լուրջ խնդիրներ հաղթահարել այդ խնդիրները առանց որևիցե պատճառաբանություն ներկայացնելու։ Պետք է օրինակ վերցնենք իրենցից եւ փորձենք ավելին անել, քան կարող ենք։ 2005 թվականին Ապավեն Բեգլարյանը բուժման փուլ էր անցնում Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում։ Նույն օրերին այնտեղ էր նաև Փարոս կամերային երգչախումբը, եւ Ապավենը իրագործեց մանկության տարիների երազանքը, դարձավ երգիչ։
Նա արդեն երկար տարիներ ելույթ է ունենում այս երգչախմբում, շրջել է տարբեր երկրներով, մասնակցել ու պատվավոր տեղեր գրավել միջազգային մրցույթներում։ Երգչախմբի հետ նա պատիվ է ունեցել ելույթ ունենալ երգի մեծ վարպետ Պլասիդո Դոմինգոյի։ Իր հավաքներն էր անցկացնում Փարոս կամերային երգչախումբը, տղաները իմացան իմ երաժշտական կրթության մասին ու հրավիրեցին այդ երգչախումբ, ու արդեն 20 տարի այդ երգչախմբի անդամ եմ, սիրով համաձայնվեցի։ Երգչախումբը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնին հիմնադրվել, սկզբից եղել է որպես ռեաբիլիտացիոն երգչախումբ, դրանից հետո արդեն կամաց-կամաց առաջի մեր դիրիժոր Վաչագան Նավասարդյանի ջանքերով կամաց-կամաց հասավ մի աստիճան, որ արդեն պրոֆեսիոնալ դարձավ, տարբեր բեմերում, տարբեր միջազգային մրցույթներում մասնակցեց։ Ռաֆի Միքայելյանը դարձավ որպես գլխավոր դիրիժոր եւ խմբավար, ու իր շնորհիվ էլի բարձր պրոֆեսիոնալիզմ դարձավ երգչախումբը, եւ բացի հաշմանդամներից երգչախմբում ընդգրկվեցին արդեն ոչ հաշմանդամություն ունեցող մարդիկ, եւ երգչախումբը դարձավ ներառական երգչախումբ։ Առաջի բավականին լուրջ պահը, երբ ես նրա մարդկային որակներին ծանոթացա, դա երբ պատրաստում ենք մեր երգչախմբին տանել Ֆրանսիա, շատ զարմացած էի հաճելի ձևով, որ նա շատ ադեկվատ ձևով դա ընդունեց եւ ոչ մի նեղվածություն չկար, ոչ մի բողոք չկար, դա խոսում էր նրա մարդկային որակների մասին։ Շատ բան եմ սովորել առհասարակ եւ ապավենից եւ Փարոս երգչախմբի անդամների մեծ մասից, որ ունեն սահմանափակում կյանքում, բայց իրենք կարողանում են հաղթահարել կյանքի բոլոր իրենց առջև ծառացած խնդիրները։ Եվ դա անում են ոչ թե տրտնջալով, այլ շատ ոգևորությամբ, ուրախ։ Երգչախմբը ինձ համար մի կյանք է, մի մասնիկն եմ արդեն այդ երգչախմբի, նաև մասնակցում եմ կազմակերպչական աշխատանքներին էլ։ Երգչախմբի հետ մի քանի երկրներ են գնացել, միջազգային մրցույթների ենք մասնակցել։ Դարձել ենք միջազգային մրցույթների դափնեկիր, բավականին հեղինակավոր մրցույթներում, ընդ որում մեր մրցակիցները բոլորը հաշմանդամություն չունեին, որոնք կանգնած կարողանում են երգել, ինչը իհարկե առավելություն է, բայց նույնիսկ այդ մրցակցության ընթացքում մենք կարողացանք շատ պարպավոր տեղեր գրավել։ Այստեղ ես կարող եմ ասել բավականին մեծ հրապարականի ներդրումը, քանի որ նա ոչ միայն երգչախմբի, բաս հանդես գալիս, այլ նաև որպես մենակատար։ Մեր համերգների ժամանակ շատ մեծ ներդրում ունի ապավենը իր ձայնային տվյալներով եւ մարդ տեսակով։ Երգչախմբում երգելուց մեկ էլ կարող է այնպիսի կատակ անել, ամբողջ երգչախումբը ծիծաղի։ Սովորաբար մարդիկ կողքից երբ որ տեսնում են սահմանափակ խնդիր ունեցող մարդու, միշտ կարծում են, որ պետք է տխուր լինեն, ինչ որ տառապանքների մեջ, բայց այստեղ այդպես չէր։ Ես իրենցից շատ բան եմ սովորել։ Առաջինը ժպտալ։ Մենք հասկացանք, որ ժյուրին, հանդիսատեսը չպետք է սևեռվի մեր սայլակների կամ մեր խնդիրների, մեր հաշմանդամության վրա։ Եվ մենք պետք է մեր որակների վրա աշխատենք, այլ ոչ թե ակնկալենք ինչ-որ յուրահատուկ վերաբերմունք։ Երգչախմբում տանող ձայն է, բարիտոն է երգում, շատ գեղեցիկ տեմբր ունի եւ իր ձայնով կարելի ասել լցնում է երգչախումբը։ Երգի մեջ շատ խստապահանջ է եւ աշխատում է ամեն ինչ անել իդեալական։ Նույնիսկ երբ որ պիտի բացակայի անպայման զգուշացնում է, այսինքն այդ պարտավորվածության զգացողությունը շատ ուժեղ է իր մեջ։ Հայաստանում շուշուտ ենք համերգներ ունենում, ու երևի այդպես համերգասրահներ չկա, որ ելույթներ ունեցած չենք։ Ոգևորվածությամբ ենք դուրս գալիս բեմ, որ մեր հանդիսատեսին հիացնենք մեր հայկական երաժշտությամբ։ 2003 թվականի Իտալիայում մենք մրցանակ շահեցինք, 5-րդ մրցանակ էր, բայց արդեն դա մեկ քայլ առաջ էր, որից հետո եղել են հյուրախաղեր Ֆրանսիա 3 անգամ, շատ հաջողված եւ մենք շատ հայտնի բեմերում ենք, հաջող համերգներ ենք տվել։ Փարիզում ունեցել ենք շատ գեղեցիկ մեծ համերգ, մայր տաճարում ենք երգել Փարիզում, երգել ենք Les Invalides տաճարում,
Այնտեղ շատ ջերմ ողջույններով, ծափարություններ, նույնիսկ ոտքի վրա ծափարություններ եղան, որը եվրոպացիներին այդքան էլ հատուկ չէ, բայց շատ հուզված էին մեր կատարումներից։ Սլովակիայում մասնակցել ենք մուզիկա սակրա միջազգային մրցույթին, որտեղ գրավել ենք 2 երրորդ տեղ, 2 նոմինացիաներում, ստացել ենք երրորդ կարգի մրցանակ 2014 թվականին Ռիգայում եւ 16 թվականին Սոչիում մասնակցեցինք երգչախմբերի ամենախոշոր աշխարհում մրցույթին, որը կոչվում է երգչախմբերի համաշխարհային խաղեր, այլ բառերով երգչախմբերի օլիմպիական խաղեր։ Եվ այնտեղ հարյուրավոր երգչախմբերի հետ մրցելով շատ ուժեղ մենք յուրաքանչյուր հետ մրցույթից բերեցինք 2-ական արծաթե մեդալ։ Միջոցառումներ, որ լինում է պարտադիր մասնակցություն ունենում եմ, քեֆ, ուրախություն, պարտադիր պետք է երգեմ, ինձ համար երաժշտությունը, արվեստը մի այլ կողմ է, էլի։ Գիտեմ, որ ապավենը երգչախմբի մեծ մասի անդամների հետ երգել են մեր հայ էստրադային աստղերի հետ, Շարլ Ազնաուրի «Քեզ համար Հայաստան» երգը, տեսահոլովակ է նկարահանվել։ Կարևորագույն պահերից մեկն էր մեր երգչախմբի համար համատեղ ելույթը Երևանում աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյի հետ։ Իհարկե դա մեզ համար աներևակայելի երազանք էր, որը իրականացավ բոլոր դեպքերում, դա շատ եւ ոչ ֆորմալ վիճակ էր, բայց նաեւ շատ հուզիչ եւ շատ կարեւոր եւ դա մնաց այս ոսկե տառերով գրված Փարոս երգչախմբի պատմության մեջ։ Ապավեն Բեգլարյանն այս կյանքում շատ բանի է հասել։ 10 տարի աշխատել է Մեղրիի մշակույթի տանը որպես երգի ուսուցիչ։ Ոչ միայն երեխաներին էր սովորեցնում, այլև իր երգեցողությամբ ուրախացնում էր մեղրեցիներին։ Միաժամանակ գլխավորում էր Փարոսի Մեղրիի մասնաճյուղը։ Իսկ 2018 թվականին Ապավենը կրկին սկսեց ծառայել հայրենիքին։ Աշխատանքի անցավ Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում։ 2008 թվականին բուժումներից հետո գնացի Մեղրի, հրավերք ստացա, որպեսզի աշխատեմ հենց մշակույթի կենտրոնում երգի ստուդիայի դասուցույց։ Մոտ 10 տարի աշխատել եմ եւ որպես դասատու եւ որպես երգիչ, մենակատար։ Որոշեցինք Մեղրիում փորձենք մասնաճյուղ հիմնել եւ իհարկե որպես մեղրեցի հենց Ապավենը դարձել է մեր ներկայացուցիչը այդ մասնաճյուղի ղեկավարը Մեղրիում, մասնավորապես լավ կապի մեջ էր Մեղրիի մշակույթի տան ղեկավարության հետ, նրան որպես նաեւ երաժիշտ, որպես երգիչ շատ լավ ճանաչում էին։ Մոտավորապես 10 տարի աշխատել եմ որպես Հյունիսոն հասարակական կազմակերպության մասնաճյուղի ղեկավար, որը զբաղվում էր նաեւ հաշմանդամների հիմնահարցերով, մի շարք ծրագրեր ենք իրականացրել միասին Հյունիսոնի հետ։ Աշխատում ենք ժողովրդին սովորացնել, որ սալյակը վերջը չի, սալյակը մեր ոտքերն է, որը մենք տեղաշարժում ենք, բոլորս հավասար հնարավորություն ունենք։ Ապավենին հաջողվեց կարճ ժամանակում ակտիվացնել, աշխուժացնել այդ հաշմանդամություն ունեցող անձանց մեղրեցիների կյանքը, ներգրավվածությունը եւ մի շարք փայլի միջոցառումներ իրագործեցինք միասին եւ մշակութային եւ ճանաչողական սեմինարներ մարդու իրավունքների, հաշմանդամություն ունեցող մարդկանց մատչելիության եւ այլ ասպեկտների շուրջ։ Դրանից հետո առաջարկ ստացա այստեղ արտակարգ իրավիճակների նախարարությունում որպես նոր աշխատանք եւ սիրով համաձայնվեցի ու մինչեւ այսօր աշխատում եմ հիմա արդեն ներքին գործերի նախարարության գից փրկարար ծառայությունում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում որպես առաջի կարգի մասնագետ։ Ապավենը տեղափոխվեց Աբովյան, իր աշխատանքի վայրին եւ սիրելի երգչախմբին մոտ լինելու համար։ Այստեղ ծանոթացավ Մարիաննա Դավթյանի հետ։ Նրանք սիրեցին միմյանց, ամուսնացան ու երջանիկ ընտանիք կազմեցին։ Այդպես իրականացավ Ապավենի եւս մի երազանք։ Մենք ծանոթացել ենք, շատ քիչ ենք հանդիպել ու որոշել ենք, որ պիտի իրար հետ լինենք, բայց դա շատ դժվար որոշում է։
բայց ապավենը մի հատ արտահայտություն արել, որ ինձ ստիպեց խորը մտածել, ասեց ես առանց քեզ չեմ կարա, տենց մենք սկսեցինք իրար հետ ընտանիք կազմել ու հետո դե դժվարությունները հետո ես տենում, տենց չես կարա իմանաս, չնայած այդ ժամանակ, երբ որ դու մտածում ես, հələ շատ բաներ չես իմանում, ինչպես իրանց հետ պիտի վարվես, ինչպես պիտի ելնի քո կյանքը։ Դա հետագայում նոր խնդիրները ի հայտ են գալի, նոր հաղթահարում ես։ Ես կարողանում եմ իմ կյանքը վայելել, ամուսնացել եմ, ունեմ կին, հրաշալի կին, որը միշտ իմ կողքին է։ Կնոջս հետ ծանոթացել ենք ինձ Աբովյան քաղաքում, ծնունդով Աբովյանցի է։ Սկզբից դժվարություններ եղել են, աշխատել ենք միասին հաղթահարենք այդ դժվարությունները։ Միշտ մի քանի հատ բարդ վիրահատություն տարա, որ հենց ինձ հետ էր իմ կողքին էր եղել։ Ապավենը լինելով այդքան ակտիվ մարդ, նաև բնականն է, որ ցանկանում էր իր անձնական կյանքը կարգավորել եւ մենք շատ ուրախացանք, երբ իմացան, որ ինքը գտավ իր սիրած էակին եւ շատ հրաշալի եւ պոզիտիվ կին է Մարիանան։ Ինքը աշխատում է, ինքը տուն ինքն է պահում, մեր երկուսի կարիքները, ամեն ինչը մենք իրար հետ ենք լուծումը գտնում, ինքը տան տղամարդն է։ Աշխատանքից հետո վերադառնում եմ, աշխատում ենք դուրս գալ, ման գալ, նաև ամառները սիրում ենք ինձ շրջագայել Հայաստանի տեսարժան վայրերով, եկեղեցիներով, մեր բնությունով, մեր Հայաստանը ուրիշ է, որտեղ որ ինքը չի եղել, ես տանում եմ տեսնում ական, ես չեմ եղել, ինքն է ինձ ցույց տալիս, միասին միշտ գնում շրջագայում ենք, գալիս ենք, գնացել ենք տարբեր եկեղեցիներ, այնտեղ մոմ վառել, այնտեղ ոնց որ մի այլ ուժ ստանանք մեր մեջ, մի այլ, չգիտեմ, զորություն գա մեր մեջ։ Ապավենը շատ է սիրում իր հայրենիքը, ժամանակ ա եղել ես ծայրահեղությունից ստիպված ասել եմ արի գնանք Հայաստանից, ինքը չէ, ինքը չի գնա երբեք, ինքը ահավոր շատ հայրենասեր է։ Ապավեն Բեգլարյանը վայելում է իր երջանկությունը, նաև երջանկացնում է շրջապատի մարդկանց։ Քաջություն եւ նպատակասլացություն, համառություն եւ կենսասիրություն, այս հատկանիշներով առատորեն շնորհված է Ապավենը։ Նա երբեք չի հուսահատվում, չի հանձնվում, առաջ է շարժվում իր երազանքներին ընդառաջ։ Կյանքը շարունակվում է, կյանքը հրաշալի է, ապրում ենք ուրախ, ինչպես կարողանում ենք, ինչպես Աստված է մեզ տվել մի երկրորդ կյանք, որպեսզի մենք շարունակենք։ Ապավենը շատ մեծ ներդրում ունի արվեստի հետ կապված եւ կարծում եմ, որ արվեստը իրեն շատ մեծ թևեր է տվել կայանալու հարցում, մշակութային կյանքում կարծում եմ, որ ինքը գտել է առավելը իր կյանքի համար իրեն ոգևորող, որովհետեւ եթե դուք տեսնեք ինքը ինչպես է երգում աշխատանքի մեջ, այդ ոգևորությունը, որը վարակում է բոլորին, կարծում եմ բոլորին պարզ կլինի, որքան կարևոր է արվեստի բնագավառում ունենալ գործունեություն։ Բոլորի համար օրինակ է, իմ համար էլ օրինակ Ապավենը։ Էներգիայով լեցուն է, անդադ շարժման մեջ է գործից տուն։ Բոլորին էլ օգնում է իր խորհուրդներով, ինձ էլ ամեն ինչով օգնում է։ Ես միշտ զարմանում եմ իր այդ էությունը, էլի, որ ոնց է ինքը այդ կարգավիճակում սաղին հույս է տալի ու սաղին հասնում ամեն ինչով կարող օգնի, օգնում է։ Ես զարմանում եմ, որ կարա այդքան էներգիա ունենա մարդ, որ հասնի էլի ընկերներին։ Ուրախ եմ, որ ճանաչում եմ, ուրախ եմ, որ իմ ընկերն է եւ ուրախ եմ, որ ինքը առհասարակ կա։ Ես ուզում եմ նաեւ Ապավենին մաղթել քաջ առողջություն, որ միշտ իր էներգիան շատ անսպառ լինի, վարակի նույն ձևով, ինչպես վարակում է, եւ առաջ ստլանա, ինչպես միշտ անում է, ոչ մի խոչընդոտ չխանգարի իրեն։ Անկեղծորեն սիրում է իր հայրենիքը եւ նաեւ մեր հարուստ մշակութային ժառանգությունը եւ ուզում է եւ նաեւ կարողանում է լավագույնս մեր երգչախմբի հետ ներկայացնել մեր մշակույթը, մեր երաժշտությունը աշխարհին, ինչպես նաև Հայաստանում խրախուսել եւ հորդորել մարդկանց լինել ավելի ակտիվ, ավելի պոզիտիվ եւ սիրել մեր մշակույթը, սիրել մեր հայրենիքը։ Ուզում եմ իմ այս կյանքի փորձը փոխանցել մյուսներին մարդկանց, ովքեր որ նեղն են կամ ընկճված են, սիրում եմ իմ երկիրը, հնարավորություն եղել է, որ
Հայաստանից մեկնեմ, բայց չեմ մեկնել, քանի որ ես սիրում եմ, ես ուզում եմ ապրել այս երկրում, այս երկիրը շենացնել։